Այսօր մեզ է միացել հուշարձանագետ ակադեմիկոս Արգամ Այվազյանը, բարև ձեզ։ Արցախում հերթը հասավ Ստեփանակերտի Մայր տաճարին։ Ցավոք սրտի, այո։ Պատճառը զուտ հայկական եկեղեցի լինելն է, թե կա այլ։ Պատճառը զուտ հայկական ժառանգությունն է, որ ուզում են վերացնել։ Այնինչ հայկական է։ Այնինչ որ կա, այնինչ որ ավելի հին է, քաղաքականություն են տանում, իբր թե հավանական է, բայց դրանք եւս աստիճանաբար ձեռափոխեն վերացնել։ Ասեմ հետեւյալը, գիտեք ինչ։ Կարծում եմ մեկ-երկու անգամ էլ ձեր հեռուստատեսությամբ մեկ տարի, երկու տարի առաջ փաստել եմ, որ Ադրբեջանը բաց ակադեմիայի մակարդակով, ճարտարապետների միության նախագահի մակարդակով, տարին հիմա ես չեմ հիշում, որ հայտարարել են։ Մենք Արցախի տարածքում հայկական ժառանգությունը ու շարժանները պետք է վերացնենք։ Եվ վերացնում են, քայլ առ քայլ։ Եթե չեմ սխալվում, հիմա անգամ միջև պատերազմը այդպիսի հայտարարություն։ Այո, միջև վերջի պատերազմ։ Միջև վերջի պատերազմ։ Եթե չեմ սխալվում, արդեն այսօր, առ այսօր մոտավորապես 1000-ի հասնող արցախյան մեծ ու փոքր հուշարձաններ են ավերել։ Գերեզմանատներ, խաչքարեր, եկեղեցիներ, հերթը հասավ։ Ինչ ընտրությամբ են գործում։ Ոչ մի ընտրություն չունեն։ Ցանկացած հերթականությամբ այս հուշարձանը, այն հուշարձանը, որովհետև չկա որևէ միջազգային օրենք, որը կպաշտպանի դրանք։ Միջազգային օրենք կա, ՅՈՒՆԵՍԿՕ գոյություն ունի, իմիջիայլոց եւ Հայաստանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ եւ Ադրբեջանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարգադրության բոլոր պետությունները կամ անդամ պետությունները պարտավոր են իրենց տարածքի եղած հուշարձանները, որ ժողովուրդն էլ պատկանում են, նրանք պահեն պահպանեն։ Սակայն ոտնահարում է արդեն տասնամյակներ Ադրբեջանը այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ կանոնադրությունը, եւ միջազգային կազմակերպությունների եւ եվրոպական դատարանի որոշումը բացարձակապես ոչ մի բան հաշվի չի առնում։ Այստեղ խնդիրն այլ է։ Ինչ է անում Հայաստանը, ինչ է անում հայ ժողովուրդը այս ոչռագործության դեմ, մշակութային ցեղասպանության դեմ պայքարելու համար։ Ավելի լավ է ասեք, ինչ կարող է անի։ Կարող է շատ բան անել, չեմ ասում, որ այնքան շատ բան, որ 100%-ով կարող է Ադրբեջանի ձեռքերը, այդպես ասած, կտրել, ոչինչ չանել, բայց նվազագույնն անգամ չի անում։ Տեսեք, ես փաստ բերեմ, որպես արդեն նշեցինք մարդկային եղեռնագործության ցեղասպանության 111-ամյակը։ Դրանից հետո Թուրքիայի տարածքում եղած հայկական ժառանգությունը մոտարապես թվական ծավալներով եթե ասեմ 18000-ից ավելի, ներողություն 170,000-ից ավելի հայկական հուշարձանների գրեթե 99%-ը վերացրեցի։ Այսօր չնչին մասն է մնում։ Եվ շատ հուշարձաններ մնացին անհայտ եւ հայ ժողովրդին, եւ հայագիտությանը եւ առհասարակ աշխարհին։ Դրա շարունակությունը Ադրբեջանն է անում։ Դա է ուզում։ Ադրբեջանը գիտեք ինչ, խորհրդային իշխանության տարիներից ի վեր է սկսել նախապատրաստվել այս խնդիրների վերաբերյալ։ Պետք է ասենք 70-ական թվականներից շատ հեռու չգնանք, Ադրբեջանի ակադեմիան, գիտնականները Չարաբաստիկ, Զիա Բուննաթովը, Ախունդովը եւ այլք պատրաստեցին ակադեմիական մակարդակով գիտնականներ, որոնք դրանց հետնորդներն էին եւ խորհրդային իշխանության տարիներից ի վեր սկսում էին հայկական հուշարձանները, այդպես ոտնձգություններ անել, հայկական չեն կամ չգիտեմ հին չեն, սա չեն, նա չեն, նա չեն։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան կամ մեր գիտնականները առանցին բացառություններից, անհատներից, եթե վերցնենք մի կողմ դրանց արածը գրեթե ոչինչ չարեց այդ ուղղությամբ։ Այսօր մենք չունենք Հայաստանի կողմից պատրաստված, ասենք, արցախագետներ, հայկական
նախիջևանագետներ, որ մշակույթը ուսումնասիրեն։ Նախիջևանը հենց տեղին հիշեցիք, այսինքն այնինչ տեղի ունենում այսօր Արցախում տեղի ունենում այն նույն ձեռագրով, ինչ նույն ձեռագրով, տեսեք, եթե Նախիջևանյան հայկական ժառանգությունը վերածրեցին 98-2006 թվականներին, այս ժամանակվա մեր պետության գլուխը Ռոբերտ Քոչարյանը նախագահան, որ բանակցություններ էր վարում Ադրբեջանի հետ, ծպտուն չհանեց։ Ոչ մի անգամ այս խնդիրը մեջտեղ չբերեց։ Ես բազմիցս հոդվածներով եւ հրապարակով հանդես եկել եւ ասել եմ Ադրբեջանին փաստորեն Նախիջևանյան եղեռնագործությունը բարոյապես թույլատրել է Հայաստանը պետականորեն։ Այսօր էլ Արցախի հուշարձանները դրա շարունակությունն է։ Ադրբեջանը Նախիջևանի հանրագիտարան է հրապարակել։ Այո։ Ծանոթ եք։ Այո, իհարկե, դրա մասին կարծեմ ասել եմ, այստեղ 2016-ին թե 17-ին է հրատարակել մեկ գրքով ծավալուն հատոր է, այդ հանրագիտարանը ադրբեջաներին եւ անգլերեն է եւ ոչ մի հուշարձան այդ հանրագիտարանում չեք գտնի, որ հայկական է։ Եվ ցավոք այն է, որ առ այսօր Հայաստանի Հանրապետությունը գիտականորեն հայագիտությունը, գիտությունների ազգային ակադեմիան ոչ մի անգամ չի անդրադարձել այդ հանրագիտարանին։ Ադրբեջանն այսօր ափեղ, ցփեղ, ինչ ասես գրում հրատարակում է բազմաթիվ այդպես մի շարք լեզուներով եւ բազմատիրաժ քանակությամբ գիրուգրականություն եւ աշխարհով մեկ սպառում է։ Լավ, այդ հուշարձանները հասկացանք։ Իսկ ադրբեջանական պատմությունում կա որևէ դրվագ, ինչպես է Նախիջևանը հայտնվել Ադրբեջանի կազմում։ Դրվագ կամ հիմնավորում, ինչպես է։ 21 թվականի պայմանագիրն է, ռուս-թուրքական պայմանագիրը։ Իսկ մինչ այդ այդպեսի ոչինչ չի եղել։ Մինչ այդ Նախիջևան գոյություն չի ունեցել։ Նախիջևան գոյություն ունեցել է Երևանի նահանգի կազմում։ Կա դա ադրբեջանական պատմություն։ Դա կա Երևանի նահանգի կազմում, նույնիսկ առաջի հանրապետության կազմում մի քանի ամիս, այսպես ասենք, եղել է կազմում, հետո նորից ոչ, նորից հայկական կազմում, եւ այդ ժամանակ էլ փաստորեն Նախիջևանի խնդիրը չկարողացան առաջի հանրապետության ժամանակ պահպանել եւ 21 թվականին փաստորեն ռուս-թուրքական այդ չարաբաստիկ պայմանագրով առանց Հայաստանի Ադրբեջանը Մոսկվան որոշեց, որպեսզի նա մնա Ադրբեջանի կազմում։ Նույնիսկ Սյունիքն էր, այդպես ասած, վտանգի տակ։ Եվ որ Հայաստանը խորհրդայնացվեց, Ադրբեջանը ավելի շուտ էր մի քիչ խորհրդայնացվել, Ադրբեջանի կենտրոնի քարտուղարը Նարիմանովը կարծեմ հրապարակեց որոշում, հրապարակված է դա թերթերում կա եւ հայագիտությանը հայտնի է, որ այսուհետ այդ վիճելի տարածքները Նախիջևանը եւ Լեռնային Ղարաբաղը Սյունիքը համարում է Հայաստանի կազմի մեջ։ Դա ընդհանրապես տևեց 2 օր։ Թուրքիայի դրդմամբ չհարկեցին այդ որոշումը։ Եվ այդպես Նախիջևանը հայտնվեց Թուրքերի դրդմամբ, թուրքերը ճնշում են գործադրել հայերի թե ռուսների նկատմամբ։ Մենք ապրիլի 24-ի առիթով ռուս պատմաբանի հետ էինք խոսում։ Նա մեջ բերեց Չիչերինի նամակները ուղված Լենինին, որ թուրքերը այսպիսի գործողություններ են կատարում, որի դեմը պետք է առնել։ Ես հասկացա, որ պատմաբանը փորձում է մաքրագրել բոլշևիկյան պատմությունը, բայց իրականությունը ո՞րն է այստեղ։ Մենք բոլշևիկների մեղքը ո՞րտեղ է։ Բոլշևիկների մեղքը Իմիջիալոտ ռուս պատմաբանը մեղադրում էր Դաշնակցության կառավարությանը։ Այո, Դաշնակցության մեղքը այդտեղ նաև գոյություն ունի նաև այդ խնդրի լուծման համար։ Տեսեք, Նախիջևանը այդ որ Ադրբեջանի կազմում պետք է լիներ այդ որոշումը, որ կար 21 թվականի այդ պայմանագիրը որոշումը, ընդհանրապես կարծեմ մի քանի ամիս առաջ, անցյալ տարվա վերջերին, թե այս տարվա սկզբներին Ադրբեջանը վերացրեց այդ որոշումը, անգամ որ
չի կարող, ասենք, երրորդ պետությանը զիջել։ Վերացրեց ինքնավար հանրապետության ինքնուրույնությունը Ադրբեջանի կազմում արդեն փաստորեն կցեց։ Ինքնավար հանրապետություն ասածը փաստորեն վերացվում է եւ դառնում է Ադրբեջան։ Լրիվ, որը իրավունք ունի միջազգային բոլոր օրենքների խախտում։ Մենք մի բան ենք մոռանում, որ Ադրբեջանը նորաստեղծ եւ պետություն է, եւ էթնոս է, վայրենիացած, այսպես ասած, գործողություններով է իր աշխատանքները իրականացնում։ Հայաստանի Հանրապետությունը հազարամյակներ առաջ է այս ճանապարհը անցել եւ խորհրդան իշխանությունը փաստորեն Ադրբեջանի եւ Ադրբեջանի նման հանրապետությունների համար էր, որը զարգացրեց նրանց, բարձրացրեց նրանց մշակույթի տեր դարձրեց եւ այլ եւ այլ։ Դրանք փաստորեն խորհրդային իշխանության տարիների պարսկական, հայկական գործիչներին, պատմիչներին վերագրեցին ադրբեջանական, Խախանյա, Նիզամիա եւ այլն, կանգնկատվածի է։ Եվ մենք այսպես հայկական մի սովորություն կա, գիտեք, ասում են, դե ինչ ուզում են թող անեն, աշխարհը գիտի։ Աշխարհը չգիտի, աշխարհը գիտի այն, ինչ ներկայացնում են։ Այսօր Ադրբեջանը ներկայացնում է ամեն ինչ, Հայաստանը ոչինչ, գրեթե ոչինչ։